Ինչու է վարչապետի աշխատակազմի ղեկավարի գլխավորած ֆեդերացիան պահանջում, որ Գագիկ Ծառուկյանի լիազորությունները դադարեն Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի ղեկավարի պաշտոնում։ Ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սամվել Գասպարյանը հրաժարվում է պատճառների մասին խոսել, խնդրում է սպասել ֆեդերացիայի պաշտոնական հայտարարությանը, որը ըստ իրեն առաջիկա օրերին կլինի։ Պաշտոնական ինչ-որ տեղեկատվություն կամ պաշտոնական նյութ պետք լինի, մեր պաշտոնականներում մենք հրաբարագենք։ Ծանրամարտի ֆեդերացիան ապրիլի 8-ին դիմել է դատարան, պահանջում է օլիմպիական կոմիտեի նախագահի լիազորությունները դադարեցնեն, անվավեր ճանաչեն 2025-ի սեպտեմբերի 9-ից հետո նրա բոլոր որոշումներն ու գործողությունները, վերստուգիչ հանձնաժողովի անդամների լիազորությունները։ Հիմքերի մասին դատալեքսում հրապարակային ոչինչ չկա։ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի համար այս հայցը անակնկալ է եղել, ասում է կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը։ Անակնկալը իհարկե անակնկալ էր։ Այս թերությունների մասում, եթե դուք մասնավորացնեք թերությունը որն է, ես կփորձեմ պատասխանել կա թե չկա նման բան։ Ծանրամարտի ֆեդերացիայի հայցի պատճառով տապալվել է կոմիտեի ասամբլեայի հատուկ նիստը, որի ժամանակ նախագահ պետք է ընտրեին։ Ազատությանը պատմեց Հրաչյա Ռոստոմյանը։ Նիստը նշանակված էր ապրիլի 11-ին ու Ծանրամարտի ֆեդերացիան դրանից 2 օր առաջ դիմել է դատարան։ Ապրիլի 10-ին արդեն դատարանը վարույթ է ընդունել դիմումը։ Հենց այդ նիստին պետք է ընտրվեր եւ դա եղավ պարզապես բիրտ ինչ-որ խոչընդոտ մեր օլիմպիական կոմիտեի օլիմպիական շարժման բնականոն գործունեության հանդեպ։ Կոմիտեի նախագահի ընտրված անդամների լիազորությունները շարունակվելու են, քանի դեռ ընտրություն չի եղել։ Նրանք աշխատում են առաջնորդվելով կոմիտեի կանոնադրությամբ ու միջազգային օլիմպիական խարտիայով, շեշտում է գլխավոր քարտուղարը։ Մենք գործում ենք մեր կանոնադրության համաձայն, իսկ կանոնադրությունում հստակ գրված է գործառույթները։ Ինչ հիմքերով է ֆեդերացիան պահանջել ղեկավար կազմի լիազորությունները դադարեցնել ու անվավեր համարել կոմիտեի վերջին 8 ամսվա որոշումները։ Ռոստոմյանը վստահեցնում է տեղյակ չէ, իրենց իրավաբաններն աշխատում են ու իրավական ճանապարհով ըստ նրա հարցը կհանգուցալուծվի։ Այս հարցի հանգուցալուծումը մեր եւ մեր մարզաշխարհի օգտին է լինելու, ես դա միանշանակ վստահ եմ։ Ռոստոմյանը պնդում է իրենք աշխատել են բացառապես օրենքի շրջանակում եւ նիստից 1 ամիս առաջ օրակարգն ուղարկել են կոմիտեի անդամ 39 ֆեդերացիաներին։ Արայիկ Հարությունյանի ղեկավարած ֆեդերացիան միակն է եղել, որ առաջարկներ չի արել ու դիմել է դատարան։ Կոմիտեի ղեկավար կազմին ֆեդերացիաների ներկայացուցիչներն են ընտրում ու այս անգամ էլ միակ թեկնածուն Գագիկ Ծառուկյանն է եղել։ Բազմաթիվ անդամներից ընդամենը մեկը Ծանրամարտի ֆեդերացիայի ձեր նշած նախագահը ստանալով օրակարգը որոշել է որևէ առաջարկ չներկայացնել օրակարգային հարցերի վերաբերյալ, այդ թվում թեկնածությունների մասով եւ որոշել է, որ պետք է խոչընդոտի կոմիտեի բնականոն աշխատանքը։ Գագիկ Ծառուկյանը Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն ղեկավարում է 2004 թվականից 22 տարի։ 2021-ի հերթական ընտրություններում միակ թեկնածուն է եղել ու վերընտրվել է։ Ինչու 2025-ին ընտրություն չի եղել։ Հրաչյա Ռոստոմյանն ասաց, ժամկետի սահմանափակում չկա, ամառային օլիմպիական խաղերից հետո նշանակվել է հատուկ նիստ ապրիլի 11-ին եւ այդ նիստը տապալվել է։ Ինչու Ծանրամարտի ֆեդերացիան դատարան դիմեց նախընտրական փուլում, երբ Գագիկ Ծառուկյանը առաջարկ Հայաստանին դաշինքով միացավ ընտրապայքարին։ Նիկոլ Փաշինյանն էլ ընդդիմադիր Ծառուկյանի, Սամվել Կարապետյանի ու երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դաշինքները որակել է եռագլուխ պատերազմի կուսակցություն ու հատկապես նրանց է քննադատում։ Մնացածը թողում եմ ձեր դատողության վրա։ Արդյոք դատարան դիմելը համարում են քաղաքական ճնշում, միտում տեսնում են։ Ես որպես գլխավոր քարտուղար քաղաքական ձեր հարցերին ուղղակի իրավասու չեմ պատասխանելու, բայց դրա համար ոչ մեծ խելքա պետք ունենալ, ոչ մեծ մեղքա պետք ունենալ, այդքանը հասկանալու թե ինչի են անում դա։ Եթե Ծանրամարտի ֆեդերացիան օլիմպիական կոմիտեի նախագահի ու վերստուգիչ հանձնաժողովի պաշտոնավարումն ու որոշումները խնդրահարույց է համարում, ինչու ավելի վաղ չեն դիմել դատարան։ Գլխավոր քարտուղար Սամվել Գասպարյանը հրաժարվեց այս հարցերին պատասխանել, վստահեցրեց, թե քաղաքական նկատառումներով չեն դատարան հասել։ Քաղաքական ենթատեքստներ չկան, մենք ունենանք հայտարարությունով էլ հանդես կգանք եւ այս ամեն ինչը կարգավորվի, էլի։ Օլիմպիական կոմիտեի դեմ այս դատական հայցը абսուրդ է որակում պատգամավոր իրավաբան Էլինար Վարդանյանը, որ Ծառուկյանի գլխավորած ցուցակում 9-րդ համարն է։ Ըստ ընդդիմադիր պատգամավորի, սա քաղաքական հաշվեհարդար է։ Սրան կարելի էր վերաբերել որպես ընթացիկ իրավական գործընթացի, եթե չլիներ մի շատ կարևոր հանգամանք։ Ծանրամարտի ֆեդերացիան գլխավորում է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարը։ Վարչապետի աշխատակազմի ղեկավար ՔՊ վարչության անդամ Արայիկ Հարությունյանը հրապարակային դեռ չի արձագանքել այս մեղադրանքին։